Լավ, հիմա եւս մեկ անգամ, չնայած ռուսերեն ասել եմ արդեն, այդ Վարդան Ղուկասյանի նախկին քաղաքապետ, որը կրկին ուզում է զբաղեցնել այտածորը, շատերը խոսում են, իբր արդեն որոշված է, որ նա զբաղեցնելու է, նստելու է այտածորին, կամ գրեթե արդեն զբաղեցրել է, չգիտեմ, բայց այստեղ խառնվում եմ ես եւ ասում եմ կտրականապես ոչ։ Ես դեմ եմ։ Դե հիմա հետևեք, նա կնստի այտածորին, թե ոչ։ Եթե ես ասացի ոչ, ինչու։ Շատ բաների համար։ Ասում եմ Քոչարյանին, եսի մեջ արա Քոչարյանին սատկացնելա, վառելա, սիկիրիտ քաշ։ Հանրապետական ա եղել, ասում եմ, որովհետև պարտադրեցին։ Սիկիրիտ քաշի, կրկնակի։ Ասում եմ, ես բանի ձերքը կսեղմեմ, անուն ինչ այդ։ Փաշինյանի, սիկիրիտ քաշի։ Հենա միանգամից Ալիևի ձերքն է կսեղմես էլի։ Հա, ասում եմ, Ռուսաստանը, ռուսները եւ իբր պայմանավորվել են ինչ-որ սարքավորումներ, ըստ երևույթին մեջ ինչ-որ քյար ունի, ասում եմ, մտնելու է քաղաքապետարան, այդ մեդիկալ սարքավորումների բռնվար ապեր, այսինքն մեջը 100%-ով քյար ունի, սիկտիրդ քաշի։ Ինչ Ռուսաստան, հա, Փաշինյանը այստեղ պաուզա անե, որ եթե հոլովակը հետո լրագրողներ օգտագործեք, կարող եք կտրել այս մասը, բայց ես ուղիղ եմ։ Փաշինյանը բոզի տղա է, Փաշինյանի պատճառով Պուտինը կարգադրեց Ադրբեջանը արեց այնինչ Ղարաբաղում եւ ղարաբաղցիների հետ ինչ արեց։ Բայց դե արեց, չէ՞։ Ղախպա Վարդան Ղուկասյան, սիկտիրդ քաշի։ Պուտինը արեց, Ռուսաստանը, Պուտինը վնաս հաստրեց, մեծ վնաս հայերին, ցախաղարաբաղցիներին, Հայաստանը եւ այլն։ Սիկտիրդ Փաշինյանի ձեռքը, սիկտիրդ քաշի կորչի։ Իհարկե, սա այդ Փաշինյանի ղախպեկի փոնի վրա, ետնա պատկերի վրա, չգիտեմ, ոմանց կարող է եսին ինչ տպալ, հա, մանավանդ իլակի Սարիկ է, որը այդ մի հատ հոլովակ կա, մի հատ կին էր եկե, Գյումրու բնակիչ, ասում էր ստեղ վթարա, այդ օղրաշը փոխանակ, ասում է դիմում գրեք, դե բայց ո՞նց չասել։ Խորհրդամիության ժամանակ գիտեք ինչ որ իսկույն կրանգեր тут же на месте վթարային բրիգադա ուղարկեն այդ վթարի վայրը։ Բայց այս ղախպի տղան է, Սարիկ է, էլի, ղախ գեղցի բոզի տղա, լրիվ Փաշինյանի եթե կարելի է դա աշխատա անվան, աշխատա ոչն է, էլի, հեգնում է քաղաքացիները եւ այդտեղ կարևոր չէ, միևնույն է, այս ղախպեն Վարդան Ղուկասյանը դու չնստավ, սիկտիրիդ քաշի, քաղաքապետի աթոռին, ես արգելեցի։ Ավելի երկար կարելի է խոսել, իհարկե, բայց չի ժամանակ վատնեմ։ Ինչ քաղաքապետի վերջո, եթե ես որոշել եմ, որ Հայաստանի Հանրապետությունը լուծարկվի, եւ իմ ասածները մեկը մյուսին չեն հակասում, դա տարբեր բաներ են, իրար հետ կապ չունեցող, էլի, բավականի ասեմ, կապ չուն։ Հայ ժողովուրդ, ազգ, լրիվ տարբեր հասկացություն, պատմություն, հայոց պատմություն, հայոց պետություններ, պետականություններ եւ այսօրվա ղախմանոցը իրար հետ ոչ մի կապ չունեն, իմ ասածները իրար չեն հակասում, կամ էլ հայոց լեզու, հայերեն։ Բայց մի մանրուք էլ նշեմ եւ եզրափակվեմ։ Ասում եմ Լեննագանցու հումորը, Լեննագան։ Արա այդ քո տուպիզմները մի վերագրի Լեննագանցիները կարող է տուպոյ չեն, էլի։ Ով ինչի վրա ասես, ինչին պատկանելիություն ունի, դրա վրա անտեղի ուզում է սպեկուլյացիա անի։ Արա այդ քո տուպիզմը Բերլինի գրավումը, չգիտեմ ինչը, դա մի վերագրի Լեննագան։ Դու ասա դա քո հումորն է։ Ասա դա քո դալբայուբի հումորն է։ Լեննագանցիների մի վերագրի։ Հիմարությունները Լեննագանցու հումորը գայդի հումորը։ Հա, սա էլ մոռացած եմ։ Այդ որի Մալիքում ոտանավորը կարծացիցը ոչ չի նշանակում։ Նախ այդ ոտանավորը դու չես գրե։ Այդ ոտանավորը առանձնապես մի բան չի, բայց դա էլ դու չես գրե։ Դու կարող ես այդ քո հարցազրույցի ժամանակ նշել էլի հեղինակին։ Ժորակ Կարապետյան կարծեմ, չեմ սխալվում։